Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում խորհրդային շրջանի 13 հերոս քաղաքների անունները այս տարի Ռուսաստանի օրը ոսկեգույն չեն փայլել արևի տակ։ Պոկած մետաղական տառերի փոխարեն ներկով են գրել քաղաքների անունները, մինչև դրանց վերականգնումը։ Ես իշքան հասկացա Ռուսաստանի օրվա հետ կապված ինչ-որ մարդիկ, ովքեր եկել են այդ օրը այստեղ հարգանքի տուրք մատուցելու, ուղղակի բրոնզեներգով գրել են քաղաքների անունները, մինչև հիմնականը կվերականգնվի, էլի։ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում վանդալիզմի մասին Գյումրիի քաղաքապետարանն ահազանգել էր դեռ 3 օր առաջ, հայտնելով, որ հուշասալիկներից պոկած ոսկեգույն տառերը աղբամանում են հայտնաբերվել։ Դրան խուլիգանություն ասելը շատ մեղմ է, որովհետև խուլիգանությունը մի քիչ այլ բնույթ ունի, հանրային արժեքին, մշակութային արժեքին ծեր տալը վանդալիզմ է ու վերջ։ Քանդակագործի խոսքով վանդալները մտածել են, որ գունավոր մետաղից են սալիկների վրա ամրացված տառերը, հետո հասկանալով, որ այդպես չէ, նետել են աղբամանը։ Անտեղյակ մեկը, ով չի հասկանում ինչ է գունավոր մետաղը, տեսնելով, որ ոսկեգույնն է, մտածել է, որ լատուն է, ու սա արդեն մարգինալ խմբի մարդկանց արած քայլ է, պարզապես երբ որ Ռուսաստանի օրվանից մի 2 օր առաջ են դա անում եւ անում են այս տարածքում, որը համայն հայության համար հարգանքի եւ խոնարհանքի տարածք է, այստեղ են հարցեր ծնվում, թե ինչի են արել։ Քանդակագործը վնասված քարերին նայելով հասկանում է, որ տառերը պոկելու համար նաև գործիքներ են օգտագործվել, բայց սա փորձառու մարդու ձեռքի գործ չէ, վստահ է քանդակագործը։ Պես ամբողջի մեջ մի հատ ուշագրավ բան կա, իրանք այս աստղերին ձեռ չեն տվել, իրանք այս տառերը պոկելուց տեսել են, որ գունավոր մետաղ չէ ու դրա հետ կապված ստեղ արդեն չեն խորացել։ Իրանց խնդիրն եղել է շատը վերցնելը, իրանք լատունի ախորժակով են եկել այստեղ։ Հնարավոր է վերականգնել պոկված տառերը, քանդակագործը վստահեցնում է, ոչ մասնագետի աչքը չի էլ նկատի փոփոխությունը։ Այստեղ լիցք կարվի, հավասար, այստեղ տառերը կկպցնեն արդեն։ Արթուր Գևորգյանը պատրաստվում է քաղաքապետարան դիմել հուշահամալիրի տարածքում տեսախցիկներ տեղադրելու առաջարկով։ Նա անթույլատրելի է համարում Գյումրիի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում ներառված հուշահամալիրի տարածքում վանդալիզմի այսպիսի դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքի մատույցներում, քաղաքների մեջ նույն հայերը բոլոր 15 պետությունների հետ Սովետ միության պայքարել են, կռվել են, զոհվել են, վիրավորվել են, դարձել են հաշմանդամ։ Ներքին գործերի նախարարությունը հայլուրին հայտնել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Լիլիթ Սարգսյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։